Բարի օր գործարալիքին միացած մեր հարգելի լսողներ եւ դիտողներ, հիշեցնեմ, որ դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք մեզ դիտել նաեւ թվային հարթակներում, սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Նինա Կարապետյանցին, նժար սահմանադրական շարժման համահիմնադիրն է նա, բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ եւ ձեր ոտքը խերով լինի մեր տաղավարում։ Դա իմ խոսքերն են, ես պիտի ասեի, ոտքս խերով լինի։ Այ վերջին շրջանում այն ամենակարևոր նորությունը, որ տեղի ունեցավ ձեր շարժման հետ, դա պարոն Միսկարյանի հեռանալն էր, որին բավականին այսպես շատերը այլ աչքով նայեցին, ինչ տեղի ունեցավ ներսում, որ պարոն Միսկարյանը հեռացավ։ Միգուցե առողջական խնդիրներ չկային, այլ լուրջ պատճառներ կային։ Կուզեմ, որ պարզաբանեք ինչ ա եղել, հետո անցնենք արդեն ներքաղաքական մեր հարցերին։ Շատ լավ, ես համարում եմ, որ մենք իսկապես մեծ ու լուրջ կորուստ ունեցանք, որովհետև շատ երբ հավաքվում են միասին շատ տարբեր բնավորության, մտածողության տեր մարդիկ, բայց մարդիկ, ովքեր ունեն նույն արժեքներն են կրում, դա բացառիկ հնարավորություն է գնալ առաջ գնալու համար, բայց ցավոք սրտի մենք որոշում ենք, բայց ճակատագիրը այլ կերպ է դասավորվում։ Իսկապես պարոն Միսկարյան ուներ խնդիրներ, ես հույս ունեմ, որ ինքը շատ արագ կվերականգնվի, ես անկեղծորեն հույս ունեմ, որ վերադարձը շատ արագ կլինի, որովհետև պարոն Միսկարյանի միտքը, գաղափարը, մտածելու ձևը ինձ համար շատ հոգեհարազատ է։ Ամենակարևոր հարցը նորից վերադառնալով արժե համակարգային տեսակետից մենք շատ մոտ ենք, շատ ավելի քան մոտ ենք։ Մենք մտածում ենք մենք շնչում ենք նույն արժեքներով ու դա շատ կարևոր է։ Սա այն է, ինչը բացակայում է մեր հասարակությունից կամ այն մանր փոքր հատվածները, որ մնացել են դեր արժեքի, արժեհամակարգի տեսակետից, հետևողականորեն ոչնչացվում են։ Ու երբ որ հավաքվում են մարդիկ, որոնք նույն արժեքների կրողներն են, դա շատ կարևոր է։ Ես հույս ունեմ, որ դեռ վերադարձը կլինի։ Իսկ ինչպես ձեզ առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու թիմում, ինչ սկզբունքներ հաշվի առան եւ դուք համամիտ էիք լիովին այդ ընտրության հետ։ Ես հիմա էլ համամիտ չեմ, բայց կա իրավիճակ, երբ դու ստիպված ես ընդունել խաղի կանոններ, որոնք որ անհրաժեշտ են այդ պահին եւ իրենց իմ գործընկերների արգումենտները ինձ համար համոզիչ էին։ Շատ ավելի մի քիչ ավելի հետ գնալով ասեմ թե ինչպես հանդիպեցինք մենք բոլորս, շատ տարբեր մարդիկ, ես 20 թվականին եւ ոչ միայն ես, շատերը 20 թվականից հետո ունեին բազմաթիվ հանդիպումներ, որտեղ որոնում էին լուծումը, որովհետեւ ակնհայտ էր, որ մենք ճգնաժամի մեջ ենք եւ ճգնաժամը գնալով խորանալու է։ Եվ պարոն Միսկարյանը եւ պարոն Նիկանովը եւ ես առանձին իրար պարոն Նիկանովին չճանաչելով, մենք բոլորս փնտրում էինք լուծումներ, փորձում էինք գտնել մարդկանց, ում կարելի է համախմբել ու ինչ որ գործընթաց սկսել կամ օգնել մարդկանց իրար գտնել, իրար ճանաչել, ծանոթացնել իրար հետ, մտքերը, գաղափարները, ծրագրերը միասնական դարձնել ու անկեղծորեն մինչև 25 թվականը դա առանձնապես չէր ստացվում, որովհետև շատերի մոտ կա այնքան հիվանդագին ամբիցիաներ, որտեղ իրենց անձնական եսը կամ իրենց թիմի կարևորությունը շատ դեպքերում գերագնահատված է, շատ դեպքերում մարդիկ տենց կյանքից կտրված իրավիճակում են ապրում ու դա բավական լուրջ խնդիր էր։ Ես գտա երկու շատ լավ գաղափարներ։ Մեկը պետական կառավարման մոդելի ձևը պարոն Նիկանովի մոտ, որը իրենք այդ թիմով տարբեր ժամանակներում մշակել էին, որը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է, եւ պարոն Միսկարյանի մոտ ինքնորոշման գաղափարախոսությունը, որի վրա աշխատել էր երկար ժամանակ պարոն Միսկարյանը եւ իր գործընկերները։ Այս երկու գաղափարները իրար հետ դա միասնական puzzle էր, որը որ տալիս էր լավագույն լուծումը այն խնդիրների, որոնց առաջ մենք կանգնած էինք եղել 20 թվականին, հիմա եւ գնալով դա ավելի խորանալու։ Ու գնացիք ծանոթացնելու, անկեղծ ասած ես գնացել եմ ընդհանրապես ծանոթացնելու երկու մարդկանց, ովքեր ունեն իրար լրացնող գաղափարներ։ Հաջորդ հանդիպումը շատ արագ անցավ, շատ լավ ջերմանցավ հանդիպումը, հաջորդ հանդիպմանը հրավիրեցին նաև ինձ ուղղակի որպես ներկա գտնվելու 2-3 հանդիպում, հետո մենք սկսեցինք մշակել օրենսդրական փաթեթները, որոնք որ կապահովեն այդ մեխանիզմի ճիշտ աշխատանքը, հետո որոշեցին, որ այնուամենայնիվ ինչ որ մեկին պիտի առաջադրեն process-ը շարունակելու համար։ Ես ուղղակի գնում էի մասնակցելու որպես իրավաբան, որպես իրավապաշտպան, որպես մարդ, որը մեծ ցանկություն ունի ինչ-որ բան անել պետության համար, ու տենց ստացվեց առաջարկը իմ անձի։ Նենց որ ես անկեղծորեն տեղ ընդհանրապես դա իմ երազած
պաշտոն, ես ընդհանրապես երբևէ որևէ պաշտոնի մասին չեմ երազել, որտեղ համարում եմ, որ պաշտոնները այնուամենայնիվ կաշկանդում են մարդուն։ Ազատ ապրող մարդկանց իրանք կաշկանդում են։ Ես իմ էությամբ շատ ազատ մարդ եմ։ Բայց միևնույնն է։ Մի քանի գլխարկ պիտի ունենա։ Հա, չէ, մի քանի գլխարկ, մի խոսքով ծանր իրավիճակ է։ Գնաց դեպքում հատկապես Տիկին Կարապետյան։ Շատ։ Այ դուք կին եք եւ այդ իմաստով էլ եք առանձնանում։ Դաշտում ընկալումը, որ այ վարչապետի թեկնածուն կին է, կարծում եք դրան ոնց են նայում կողքից ու առհասարակ կանայք այս ոլորտում ինչպիսի ներգրավվածություն պիտի ունենան առհասարակ քաղաքականության մեջ, այ մենք գիտենք, որ ամեն դեպքում կան կանայք, ովքեր պաշտոնների են, բայց թիրախավորումը կանանց հանդեպ ավելի շատ է, չէ՞ գնում։ Շատ ավելի նողկալի գործիքակազմով են կանանց թիրախավորում, դրա համար ես միշտ ասել եմ, ինձանից միշտ նեղանում էին ֆեմինիստ գործընկերները, երբես ասում էի, որ արհեստական ցուցակներ, արհեստական միջոցներ կանանց ներգրավելու համար դա ճիշտ չի։ Եթե կինը գիտի ինքը ինչ է ուզում, եթե կինը հոգեբանորեն պատրաստ է այդ նպատակին հասնելու, իրան ոչ մի բան չի կարող կանգնեցնել, ոչ մի բան։ Բայց երբ որ այդ մարդուն բերում ես դու արհեստական, մտցնում ես ցուցակի մեջ ու հանկարծ ինքը որևիցե ամբիոնից կամ որևիցե հարթակից կամ լրագրողների հետ խոսալուց փոքր կիքս է անում, իրան ուղղակի ոտնատակ են տալիս։ Իսկ ինքը շատ կանայք շատ դեպքերում որոշող չեն։ Ոչ իրենց տեքստերն են որոշում, ոչ իրենց ասելիքն են որոշում, շատ ու շատ դեպքերում։ Գալիս են, տենց թղթով սիրուն կարդում են, առանձնապես չէ։ Բայց օրինակ այսօրվա պարլամենտում կան կանայք, բավականին երիտասարդ տարիքով կանայք, որոնք ժողովրդական լեզվով ասած քեֆդ բերում է։ Դու իր քաղաքական դիրքորոշման հետ համաձայն չլինելով հանդերձ, միևնույնն է իր դիրքը, իր պահվածքը, իր խոսքը շատ լավն են, շատ լավն են, ու դա շատ հուսադրող է եւ առհասարակ կանայք շատ մեծ պոտենցիալ ունեն։ Մենք 51% մեր բնակչության դա կանայք է եւ ընտրողների եւ առհասարակ բնակչության 51%-ը։ Մենք միշտ դպրոցում աղջիկները ավելի լավ են սովորում, թողներեն ինձ տղաները, ես իրանք շատ բոլորին եմ շատ սիրում, ինստիտուտում ավելի լավ են սովորում, բայց երբ որ գալիս է գործը հասնում է որոշում կայացնողների պոզիցիան, հա, դիրքով զբաղեցնելու, չգիտես ինչի բերում են անպայման նախընտրում են տղամարդկանց նշանակել։ Նորից կանայք կարող են իրավիճակ փոխել, որտեղ կանանց փոխկապակցվածությունը, հա, ստանդարտ ընդունված խաղի կանոններով խաղալը ու չփոխելը դա կանացի չի։ Կանայք եթե որոշում են ինչ-որ բան փոխել, իրանք հաստատ կփոխեն։ Իրանց քաշից ավել մեբելն էլ կտեղափոխեն, չգիտեմ, կգնան կռիվ կանեն ժեկում, իրանց մուտքում կբերեն կստիպեն ինչ-որ վերանորոգումներ։ Անցկի երբ որ կինը գիտի ինքը ինչ է ուզում, դա 100%-անոց հաղթած տարբերակ է։ Բայց երբ որ վերում են մարդկանց, որոնք իսկապես չգիտեն ինչի համար են այդտեղ հայտնվել, իրենք դառնում են ուրիշի ձեռքում խաղալիք ու դա շատ վնասում է նաև այն կանանց, որոնք որ թիրախավորում է բոլորին, բոլոր կանանց առհասարակ հաջողություններ ունեցած իրենց ներդրում ունեցած կանանց նկատմամբ էլ ալինում այդ նույն վերաբերմունքը ասում են, դե կինա, հիմա ինչ ասես։ Իմիջիալոց ես ուշադրություն եմ դարձրել, ես միշտ կարդում եմ կոմենտները, լավն եմ կարդում, հատկապես վատը։ Ես ուզում եմ հասկանալ, դե այն վիրավորական մասը իհարկե բաց եմ թողում, որովհետև դե անլուրջ է, եթե բովանդակային բան կա ասելու, անհամաձայնություն կա ասելու, դա մի բան է, առողջ քննադատությունը դա նորմալ է ու շատ դեպքերում օգտակար է։ Հիմնականում օգտակար է, բայց շատ հետաքրքիր է, որ փոխվել է խոսույթը, ժամանակին կանանց իմ մասնավորապես ինտերվյուների տակ ինչ ասես գրած չէր, որ ասում է քո տեղը խոհանոցում է, քո, չգիտեմ, ինչ է, ես հիմա նայում եմ, թե ինչքան է փոխվել խոսույթը, ճնշող մեծամասնությունը իսկապես adekvat կոմենտներ են։ Այսինքն մարդկանց վերաբերմունքն էլ է փոխվել, մարդկանց գուցե սպասումները, գուցե, չգիտեմ, բայց էականորեն փոփոխվել է։ Ես կոմենտներով եմ չափում ու մեկ էլ փողոցով քայլելուց, եթե ժամանակին ես հիշում եմ 19 թվականին երբ սկսեցի արդեն բաց քննադատել գործող իշխանություններին ու անհամաձայնություն հայտնել իրենց գործողությունների, քաղաքասարակության գործողությունների հետ կապված, փողոցում մոտենում են, մեղմ ասած, այդքան է բարյացակամ չէին, բավականին ագրեսիվ են։ Հիմա ես հասկանում եմ, որ էլի նույն փողոցներով եմ քայլում, էլի նույն ես եմ ու վերաբերմունքը էականորեն փոխվել է։ Դրանով եթե չափենք, կարծես թե վիճակը փոխվել է, բայց դա մի մարդու պարագայում ես չեմ կարող ասել, որ առհասարակ կանանց նկատմամբ վերաբերմունքը դրական կլինի։ Իսկ պետության հանդեպ վերաբերմունքը ո՞նց է փոխվել վերջին տարիների ընթացքում։ Շատ վատ։
Ես այս են քայլերն, որոնք ես իսկապես չեմ կարող ներել գործող իշխանություններին, որովհետև իրենք իրենց գործողություններով ամեն անգամ ստիպում են պետական մարմինների նկատմամբ ավելի ու ավելի անվստահություն ձևավորել հասարակության մոտ, իսկ դա կոչվում է նիգիլիզմ, երբ որ հասարակությունը չի գնահատում, չի կարևորում ու շատ դեպքերում անգամ կասկածի տակ է դնում, մենք պետականություն պիտի ունենանք, մենք ի վիճակի ենք պետականություն ունենալու, մեր ինստիտուտները ի վիճակի են գործելու, թե չէ։ Ու սա ամենավատ բանն է, ինչը կարելի է անել, ու ես էլի նույն 19 թվականից չարաբաստիկ անընդհատ կռիվ էի անում, լրագրողների հետ էի վիճում, կհիշեն լրագրողների ասում է ժողովուրդ, սա պատահականություն չի, երբ արվում են գործողություններ, որտեղ ամեն անգամ պետական ինստիտուտի նկատմամբ վստահությունը նվազեցնում է։ Սա բերելու է նրան, որ ինչ որ բայ ասեն ժողովուրդ, դե լավ, մեզ իսկի պետականություն է պետք, չեկեք հարմարվենք ինչ որ միտեղ մեկի թևի տակ, տենց յոլա գնալով ապրենք, էլի ասում եմ, դե չենք կարողանում, տեսնեք փորձում ենք, չի ստացվում։ Իրականում տակ ենք փորձում տեղավորվել։ Մի քիչ անհասկանալի է, այ մի կողմից կա տեսակետ, որ մենք բացարձակապես դուրս չենք եկել ռուսական թևի տակից եւ դա իմիտացիա է ընդամենը։ Մի կողմից կա, որ դե ամեն դեպքում դեպի Եվրոպա էլ չենք գնում։ Միացյալ Նահանգները կարծես թե ինչ որ միջամտություններ անում է, բայց այդքան էլ լրջորեն չի։ Վարչապետը ասում է, որ պիտի մեր հույսը մեր վրա դնենք, բայց այստեղ անհասկանալի է վերջը ում հետ ենք մենք համագործակցում։ Ամենակարևորներից մեկին բաց թողեցի։ Թուրքիայի։ Իհարկե, Թուրքիայի հետ, իհարկե, Ադրբեջանի հետ։ Եթե մարդիկ համարում են, որ մենք կարող ենք մեր անկախությունը ապահովելու համար կտրվենք ռուսական գազից ու գանք ադրբեջանական գազը, այո, բերենք, ես ում հասկանամ տեղ մեր անկախությունը որտեղ է բարձրանում, ասենք մի տեղից փոկվես, մի մեղմ ասած ոչ այդքան բարյացակամ երկրից կտրվես գազ, էլի շատ մեղմ ասած ոչ այդքան բարյացակամ երկրի գազից կախվածություն ունենաս, տեղ տրամ անկախությունը տեղ որտեղ է ոտքի կանգնում, տեղ զուտ մի խոսքով։ Այլ ընտրանք, հա, բայց նույն այլ ընտրանքների մեջ տարբերություն չկա։ Բացարձակ, որովհետև եթե երկրները քո նկատմամբ ճշնամաբար են տրամադրված, ինչ տարբերություն, թե որ մեկը քո վենդիլը կփակի։ Բացարձակ էական տարբերություն չկա։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ես կարծում եմ, որ որտեղից որ հնչի առաջարկ իրավեր արտադրվելու, այդ կողմել ինքը կթեքվի։ Նիկոլ Փաշինյանը չունի այդպես հստակ ծրագիր, այ մենք գնում ենք դեպի Եվրոպա, այ մենք գնում ենք դեպի Արևմուտք կամ գնում ենք դեպի Թուրքիա, որտեղից բավարար առաջարկ հնչեց, ինքը այդ կողմի վրա էլ գնալու է։ Ինքը գնում է դեպի դիկտատուրա նախ։ Բայց ում դուրս չի գալիս Նիկոլ Փաշինյանը, կարծում եք։ Ում դուրն է գալիս։ Ում դուրս չի գալիս, այդպես ձևակերպեմ հարցը, որովհետև ում այդպիսի բոլորին է դուր գալիս։ Իհարկե, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, մեր պետականության մնացածի համար ինքը շատ հարմար է։ Դուր գալիս, մեծ մասին չեք կարծում, որ դուր գալիս։ Կա մի հատված, որը մնացել է հմեկի հույսին, այսինքն մարդիկ, ովքեր հմեք են նայում եւ վարչապետի ելույթներն են լսում, այո, իրենք հստակ կարելի ասել, որ այդ մարդիկ ուղղակի մոլորության մեջ են, որովհետեւ իրենք իրական պատկեր ուղղակի չեն պատկերացնում։ Մի հատ հին անեկդոտ կար, ասում է տատիկը նայում է հեռուստատեսությամբ ու լաց է լինում, ասում է, ինչ ես լացում, ասում է, բանը, ուզում եմ Հայաստանում ապրեմ, ասում է, բայց մենք Հայաստանում ենք ապրում, ասում է, ես ուզում եմ հմեկի Հայաստանում ապրեմ։ Այ հիմա մարդիկ ապրում են հմեկի Հայաստանում։ Այդ պրոպագանդան, այդ որակի պրոպագանդան, այդ որակի մանիպուլյացիան, որը մենք տեսնում ենք այն եթերներով, որոնք հասանելի են բոլորին, ցավոք սրտի ունենում է իր ազդեցությունը։ Եվ ցավալիորեն նորից կրթական մակարդակը, մեր ծրագրերը, որոնք թույլ են տալի մարդուն մտածողություն, հա, անալիտիկ մտածողություն զարգացնել, զրոյականացված վիճակում են։ Բայց դա նաև ընդդիմության վատ աշխատանքի մեղքը չի։ Ընդդիմության ժամանակին իշխանության վատ թարագույն աշխատանքի հետևանքն է։ Երբ որ ես լսում եմ օրինակ Էդուարդ Շարմազանովին, որը սենց իրան սրտաճմլիկ տեքստեր է ասում ու ասում է, այս ժողովուրդը չի կարողանում արդյոք հասկանա, իսկ դուք չեք հասկանում, երբ որ կրթական մակարդակ գնալով նվազեցնում եք։ Չեք մտածում, երբ որ ճնշում եք մարդկանց ու սովորեցնում եք, որ փողոց դուրս գալու ու միտինգ անելը դա բացասական էֆեկտ է ունենալու։ Որ կգա մի օր, երբ որ դուք այնքան կսովորացնեք մարդկանց, որ փողոց դուրս գալ պետք չի, այնքան կծեծեք ու կկալանավորեք, որ մարդիկ ուղղակի չեն կսովորեն, որ պիտի փողոց դուրս չգան ու չդիմադրեն։ Այսա ձեր արածի հետևանքն է։ Այնպես որ այդ սրտաճմլիկ տեքստերը, որ ասում են, իհարկե, ընդդիմության նախկին իշխանության, այո, իրանց մեղքի բաժինն էլ կա։ Ու ավելի շատ թերևս, քան սրանը, որտեվ սա եկավ, այն ասում է պատրաստի
պարարտ հողի վրա սահմանադրությունը ես էի փոխել, սահմանադրությունը դուք եք փոխել, մարդը դարել է տիեզերական մասշտաբի բանը։ Վայելեք այդ սահմանադրությունը։ Ձեր սահմանադրությունն է, այն որ ասում է սրած մախատը դրա համար չնախատեսված վայրում է հայտնվել։ Մի ամբողջ ժողովրդի, սա ձեր ստեղծածն է։ Կրթական մակարդակ ավելի ցածր իջեցնելը, սա ձեր արածն է։ Հիմա կասեն դե մեր ժամանակ այնքան ծրագրեր էին անում, այսքան միլիոն փող էին անում։ Փաստացի մենք ունենք հասարակություն, որը կրթվել է ձեր կառավարման տարիներին, ու այս մարդիկ ի վիճակի չեն տարական վերլուծություն անելու։ Տարական մեդիա գրագիտություն չունեն։ Ամեն ինչ տանում է կրթությանը։ Անպայման։ Սկզբում միշտ կրթությունն է։ Հա, ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Էն էլ այս ժամանակաշրջանում, երբ որ տեխնոլոգիաները զարգանում են ու մի կողմից շատ դժվարանում է, որովհետև տեխնոլոգիան իր բացասական էֆեկտներ ունի, բայց մյուս կողմից նա Զտելը նաև կարևոր է ամեն դեպքում։ ինքը տալիս, այսինքն անսահմանափակ ինֆորմացիայի աղբյուրներ կան, չես էլ կարողանում շատ անգամ մասնագետները չեն դժվարությամբ են կարողանում հասկանալ սա կեղծիք է թե իրականություն, բայց մյուս կողմից էլ դա լավագույն գործիքներից մեկն է, դա լավագույն հնարավորություններից մեկն է օգտագործելով, որը դու կարող ես ստանալ product, այսինքն շատ արագ ու կարճ ժամանակում դու կարող ես կրթել քո ամբողջ հասարակությունը։ Եթե դու նպատակ ունես ունենալ կրթված, զարգացած, կայուն, որպես քաղաքացի ձևավորված հասարակություն, այս IT ոլորտը ինքը լավագույն տարբերակն է, ասում վերևից Աստված է տվել, մնացածին չգիտեմ հայերի համար հաստատ, որովհետև մենք կարող ենք օգտագործելով այդ մեխանիզմները կրթել մեր հասարակությունը, շատ արագ, ասում դարձի բերել, բայց երբ որ պետությունը կամ օրվա իշխանությունը ներողություն ցանկություն չունի ունենալ կայացած քաղաքացի, որտեղ կայացած քաղաքացին, գիտակից քաղաքացին, վտանգավոր է։ Ինքը գլխացավանք է, ինքը ողբերգություն է, չիշխանության համար ինքը ողբերգություն է։ Միայն այն մարդիկ, ովքեր որ հասկանում են ինչքան կարևոր է ունենալ կայացած գիտակից քաղաքացի, իրենք կարող են այս process-ը սկսել։ Եվ ես իսկապես մեծագույն հույս ունեմ, որ 26 թվականին մեր հասարակությունը ինչ որ հրաշքով կկարողանա ճիշտ ընտրություն անել, կընտրեն կամ հասարակությանը այնուամենայնիվ 6-7 ամիս կա դեռ, կկարողանա ներկայացնել հասարակությանը այնպիսի պրոյեկտներ, որոնք վստահություն կներշնչեն, որտեղ այնքան են խաբել մեր հասարակությանը։ Այդ մասով Տիկին Կարապետյան 21 թվականից հետո անդադար խոսվում է, որ պետքա երրորդ ուժ ձևավորվի այս ընտրությունը վատի վատագույնի միջև էր եւ սա իրականում ընտրություն էլ չէր, պարոն Միսկարյանն էր կարծեմ այստեղ ասում, այո ոչ ասել էր սա, եւ այդ նույն տրամաբանությունը մինչև այսօր կա, այսօր կրկին շարունակվում է, դաշտում կրկին քննարկվել Նիկոլ Փաշինյանի թիմը, Ռոբերտ Քոչարյանի թիմը, այս պահին Սամվել Կարապետյանի թիմը եւ այն ուժերը, որոնք նոր են ձևավորվում, կարծես թե կրկին մնացել են անկյունում։ Եվ եթե նոր ուժեր են ձևավորվում, այստեղ շատ դեպքերում կարծես թե կրկին ֆինանսական միջոցներն են խոսում։ Դուք այս պայքարը ոնց եք պատկերացնում իրենց հետ։ Եվ կրկին մենք նույն ընտրությունը չենք տեսնելու։ Դե հանուն արդարության պետք է ասել, որ եւ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ջանք ու եռանդ չեն խնայում ներկայացնելու համար հասարակությանը, որ կա երկու տարբերակ։ Ես Միսկարյանի հետ այս հարցով համաձայն չեմ, ոչ թե այոյի ոչի մեջ ընտրություն է եղել, այլ ոչու ու ոչի մեջ է եղել։ Մի մասը հասարակության նրանց է Քոչարյանն են ոչ ասել, մի մասը Նիկոլին է ոչ ասել, արդյունքում ստացել ենք այն ինչ որ ստացել ենք։ Սերժ Սարգսյանի թիմն էլ ուղղակի տենց ասում մի քիչ էլ ավելացրեցին վրան, բերեցին, մցրեցին պարլամենտ։ Ինքը չերել անցել այդ անցողիկ շեմը։ Հիմա եւ Քոչարյանի թիմը եւ Նիկոլ Փաշինյանի թիմը ջանք ու եռանդ չեն խնայում, համոզելու որ իրանք են ու վերջ, ուրիշ ընտրություն չկա։ Շատ տենց պատահական հայտնվում է Սամվել Կարապետյանի թիմը, որը ունի ահռելի ռեսուրս, ֆինանսական ռեսուրսներ եւ դրա հաշվին չկարող ասել պատահական եկավ թե չէ, դա թող իրանք մտածեն, ասում եմ, իրանք գլխացավանքն է։ Մանավանդ որ բավականին լուրջ ճնշումներ է իրանց նկատմամբ իրականացվում եւ դա պատահական չի ճնշումները։ Սա այն ձևական կողմն է, որը պիտի Նիկոլ Փաշինյանը ցույց տա եւ հասարակությանը ցույց տա, որ կոպեկ առ կոպեկ ինքը վերադարձնում է, մեկ էլ որ բոլորին ասում է տանելու է ու փակի, այդ թեմայի մեջ ինքը տենց օգտագործեց Կարապետյանի թիմին։ Դե մարդիկ ունեն անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, կոնկուրենցիայից մի քիչ դուրս է մնացել,
Իսկ մնացած բոլորի հետ կապված այո կա ֆինանսական խնդիր, բավականին լուրջ է, որովհետև գնալ ռեգիոններ, ունենալ տարբեր հնարավորություններ, որոնք բաներներ կախելու, չգիտեմ, ինչ որ տենց ելույթներ ունեն, ոչ բոլորն են շատ լուրջ նեղության մեջ, որովհետև կան մարդիկ, ովքեր որ ունեն այդ հնարավորությունը, տենց ասма թաքնված քաղաքացի Կորեայի կարգավիճակում են մարդիկ։ Ես կարծում եմ, որ մենք լավագույն տարբերակը, որը կարող ենք առաջարկել, դա առողջ ուժերի միասնական մի թիմով հանդես գալն է։ Չգիտեմ ինչ կանով դա երրորդ ուժ կարա կոչվի, որովհետև ինչու՞։ Որովհետև մեր թիմը օրինակ առաջարկում է հետևյալը. մեր քաղաքական տարաձայնությունները, այսինքն նախասիրությունները, ասենց ասեմ, պրո-արևմտյան, պրո-ռուսական, պրո-մնացածը, այս պահին ես կարծում եմ, որ դա այդքան էլ էական չի, որովհետև մենք այնպեսի ողբերգական վիճակում ենք, որ մենք շատ ավելի կարևոր հարցի շուրջ պիտի հավաքվենք։ Ինչա պետք անել հաջորդի, որովհետև Քայլարա Մերժի Սերժին, դրա հետևանքը սա է։ Քայլարան Մերժի Նիկոլին, հետո, եթե դու չես փոխելու համակարգը, եթե դու կառավարման մոդելը չես փոխելու, եթե դու չես դնելու այնպիսի մեխանիզմ, չես առաջարկելու այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որպես այդպիսին վերարտադրվելը, մինչև այդ մեխանիզմներ փոխելը շատ པարզ հայերենով մեր հանրությանը բացատրել, լավ, ինչ եք դուք սրանից շահելու, որովհետև հանրությանը երբ համակարգերը սկսում ես ներկայացնել, բոլորը չի որ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Եվ կրկին այն առօրեական խոսույթը, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է եւ ասում է, որ 2 տարին 1.5 տարի ենք դարձնում, այ զինվորների մայրերը ավելի երջանիկ կլինեն եւ այլն, էսա անցնում հանրության մոտ, սա է վաճառվում լավ գնով։ Հա Ցավոք սրտի դա նորից վերադառնում ենք այդ կրթական մոդելին, որը մեր մոտ բացակայում է եւ մարդիկ ավելի խոր կամ եկեք սենց հանուն արդարության բոլոր մարդիկ պիտի կառավարման մոդելներից տենց խորացած գիտելիքներ չունենան։ Մարդիկ պիտի ուղղակի հիմա հանուն արդարության եկեք ասենք մարդիկ չեն լսելու շատ դետալների մեջ չեն մտնելու, սա վստահության հարց է։ Կամ մենք կարողանում ենք վաստակենք ընդհանրապես մարդկանց վստահությունը, կամ շատ վատ վիճակում ենք լինելու։ Մեր ավելի པարզ փորձ եմ բացատրել արագ մոդելի իմաստը որն է։ Մոդելի իմաստը այն է, որ արդարադատություն իրականացնող բոլոր համակարգերը, գլխավոր դատախազ, հակակոռուպցիոն մարմիններ, դատավորներ, մնացած բոլոր կառույցները, ոստիկանություն չէ, չպիտի կախվածություն ունենան օրվա իշխանություններից, այսինքն որևէ ճնշում, որևէ նշանակում, որևէ միջամտության հնարավորություն վարչապետը, կառավարությունը, ազգային ժողովը պիտի հնարավորություն չունենան։ Այս մարդկանց պիտի նշանակի մի մարմին, որը ապահովելու է իրանց երաշխավորելու է իրանց անկախությունը, որպեսզի չլինի անիվ, որպեսզի չլինի, չգիտեմ, կոռուպցիոն տարբեր սկանդալներ, որպեսզի վարչապետը կամ նախարարները հակասահմանադրական գործողություններ կամ հակասահմանադրական խոսույթով հանդեսներ չգան, հա, քրեորեն պատժելի գործողություններ չիրականացնեն, որպեսզի դավաճանության տարբերակ չլինի։ Սա պիտի լինի այսպիսի մոդել։ Պիտի լինեն մոդելներ, որտեղ մեկը մյուսին կարողանալու են զսպեն, ասում են ձեռքը բռնող չկա։ Այսօրվա մեր սահմանադրությունը հնարավորություն չի տալի, օրինակ վարչապետի ձեռքը բռնել ու ասել այս բանը դու չես կարող անես։ Չկա այդպիսի մոդել։ Ֆորմալ առումով կա, ասում են դե գլխավոր դատախազը ես լիշտո կգնա ձեռը կբռնի, բայց չի աշխատում, որովհետև գլխավոր դատախազի նշանակում է վարչապետը չի նշանակում, վարչապետի սրտի մարդուն նշանակում են գլխավոր դատախազ ազգային ժողովում, որը որ մեծամասնությունը իրանք են։ Ասելա թե այս մոդելի պայմաններում է միայն հնարավոր ունենալ արդյունավետ կառավարում, կանխել։ Հիմա ասում եմ այդտեղ մեր քյարը որն է։ Մեր քյարը այն է, որ մենք գալու ենք մեր իսկ կառավարման ժամանակ մեր թիմի լիազորությունները կրճատելու, որևէ մեկը տենց բան չի առաջարկում։ Ստեղծենք մոդել, որը որ կաշխատի հաջորդիվ երկար տարիներ, երկարաժամկետ ծրագրով է։ Սա երկարատև ժամկետ, կարելի է գալ, ես նայել եմ օրինակ Սամվել Կարապետյանի թիմի առաջարկ, ասում է, լավ տղա, անկեղծորեն շատ համակրելի երիտասարդ է, շատ ազնիվ ես ենթադրում եմ Նարեկը Կարապետյան, բայց ինչ ասում է գանք, լիքը գործը 1000 հատ գործարան սարքենք, Նարեկ ջան, հենա ունեիք, եկան ձեռներիցը տարան, հոպարն է բերթում է, հասկանում ես, երբ որ արդարադատության համակարգ չկա, երբ որ բալանսավորելու հնարավորություն չկա, ուզում ես 1500 հատ սարքի, ուզում ես 1 միլիոն հատ սարքի, մեկը մի դեգեներատ կգա, կասի սրանից հետո սա իմն է, սա իմն է, սա իմն է, սա էլ ձեռքդ վերցնում եք, հասկանում եք, համակարգ է պետք փոխել եւ համակարգային մոտեցում է պետք դրսևորել եւ նաեւ մի
այլ մտահղացում, մի համակարգ եւս, որը որ ոչ միայն կրթություն կտա, մասնագիտական կրթություն կառավարման ոլորտում, այլ նաև կստեղծի ինչ որ իմաստով էլիտա։ Մեր պետությունը ունի շատ լավ մասնագետներ տարբեր ոլորտներում, շատ ազնիվ ու պարկեշտ մարդիկ տարբեր ոլորտներում, բայց որպես այդպիսին էլիտաներ, արդեն վախենում եմ այդ բառը ասեմ, ընտրանի պասիոնար մարդիկ, ովքեր որ կգան ու կներգրավեն այս process-ի մեջ, որտեղ շատ ու շատ լավ մասնագետներ տարբեր ոլորտի լսել չեն ուզում պետության կառավարման համակարգում ինչ որ տեղ զբաղեցնելու, որտեղ իրանք հասկանում են, թե ինչ այսօրվա դրությամբ այս պայմաններում ինչ կեղտի ու ցեխի մեջ են գալու ընկնեն, չեն ուզում, բայց համակարգ, որը որ կլինի փոփոխված, որտեղ հնարավորություն կլինի գալ, աշխատել ու ներդրում ունենալ, պետք է ստեղծել, ու այս մարդկանց պետք է ներգրավել այս process-ի մոտ։ Դրա վերաբերվում է եւ մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Սփյուռքի մեր ունեցած այդ անսահման ռեսուրսին, որը որևէ կերպ չի օգտագործում, կամ ուղիղ հակառակը, հիմա կարելի ասել ոչ միայն չի օգտագործում, այլև թշնամանք է սերմանվում հայաստանցիների եւ Սփյուռքի միջեւ, ինչը հանցավոր գործունեություն է։ Եթե որևէ ժողովուրդ, եթե այսօր Ալիևը ունենար Սփյուռքի հնարավորությունները, որը մենք ունենք, են կարգավորում Թուրքիայի հետ, բարձր չէ, որ շղթան այդպես է գնալու եւ պատճառը հետևանքային կապերը ակնհայտ են։ Եվ եկեղեցու դեմ մեր պայքարը այսօրվա իշխանությունների բարձր չէ, որ տեղից է գալիս։ Այնպես որ մենք ունենք, իսկապես ունենք բացառիկ հնարավորություն, որտեղ այնքան է կազմակերպվել, մեկը զրոյից ենք սարքելու։ Հաջորդ եկող իշխանություններին ես անկեղծորեն ու սրտանց ցավակցում եմ, խոսքը adekvat ու պարկեշտ մարդկանց մասին է, սրտանց ցավակցում եմ, բայց ցանկացած ուժեղ ու պարկեշտ թիմին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրված օգնել, առանց պրեմիաների, առանց կաբինետների, առանց պատասխան ուղղակի օգնել, որովհետև բոլորը պիտի լծված լինեն օգնելու, որովհետև մենք զրոյից ենք կառուցել։ Հիմա հարցս, եթե զրոյից ենք կառուցել, եկեք նորմալ բան կառուցենք։ Նենց բան կառուցենք, որի պայմաններում այլևս մի դեգեներատ չի գա ու չի զավթի ամբողջ իշխանությունը հմեկից միջև, չգիտեմ, ասեք, հարկադիր կատարում, կենտրոնական ընտրական հանձնաժողովից միջև բանակի գլխավոր շտաբի նշանակումներ, այսինքն մենք մի անգամ պիտի մարդավարի մի գործողություն անենք։ Տիկին Կարապետյան, իսկ եթե կրկին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ցավակցում եմ բոլորիս, դա շատ ծանր վիճակում ենք հայտնվելու, որովհետև նորից այս սահմանադրությունը չթույլ չի տալի ձեռքը բռնել Նիկոլ Փաշինյանի անգամ այն դեպքերում, երբ որ ինքը հակասահմանադրական, հակապետական, հակահայկական գործունեություն է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում պիտի չընտրվի, որևէ պարագայում։ Ու մեր բոլորի չգիտեմ, նպատակը պիտի լինի կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, այս անկումը կանգնեցնել ու փորձել ճիշտ ուղղությամբ շարժվել։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բայց ես այդ տեսակետին եմ, մենք թիմի անդամները եւս այդ տեսակետին են, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի կարող նպատակ լինել։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պիտի ուղղակի տենց ընթացս process է, հա։ Իրական նպատակը պիտի լինի ճիշտ պետական կառավարումը եւ պետությունը ճիշտ հիմքերի վրա դնելը, որտեղ եթե հիմքերը ճիշտ չեն դրված, մենք ստանում ենք այսպես այլասերված, այլանդակ եւ կործանարար իրավիճակ ենք ստանում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակից հիշեցնեմ, որ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էր, իսկ ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, շարունակեք հետևել Գործար ալիքին, մենք կհանդիպենք։